Հարկնեժդեհին ասում են լռությունը համաձայնության նշան է։ Մեծամասամբ այդպես լսել ենք եւ երբեմն այդպես էլ կա։ Բայց մեր օրերում բանից պարզվում է, որ լռությունը նաեւ անտարբերության նշան է։ Ինչի մասին եմ ուզում խոսել։ Երբ իշխող վարչախումբը փոխարինեց Սերժ Սարգսյանին, սկզբից ճիկ արեց իբր եկել է շտկելու ամեն ինչ, տեղը դնելու, պատժելու, հիշում եք, ինչպես Սասնացրերին ժամանակավորպես բանտերից հանեցին, Քոչարյանին տարան բանտեր, որպեսզի հեղինակությունը բարձրացնեն Ճիվաղի, դարձնեն ժողովրդի սիրելին, հետո Քոչարյանին արդարացրեցին, Սահմանադրական դատարանով բանտից հանեցին, ծրերին տարան հենց անկախության օրը նորից նստեցրեցին բանտ։ Այսինքն Նիկոլին սրբացնելու, հզորացնելու եւ ուժեղ տղա դարձնելու process արեցին, որ դրանից հետո Նիկոլը ինչ անի, ժողովրդի աչքին մնա բարձրունք։ Եվ հետո սկսվեց արդեն մղձավանջը։ Երբ որ ինքն ասեց, որ Սերժը Ռոբերտ այնքան սխալներ են թույլ տվել, չեմ կարողանում։ Այսինքն խոստովանեց, որ ինքը նրանց սխալները շարունակողն է, ոչ թե վերացնողը։ Չէ՞, ասում է, դե նրանք sense բան էին արել, դրա համար շատ չստացվեց։ Դե նրանք sense էին արել, դրա համար sense Արցախի հարցում sense քայլեր էին արել, դրա համար sense եղավ, դրա համար ընենց եղավ։ Դե ժողովուրդն էլ որոշ, ասենք, sense սկսեց մաղվել, զտվել եւ տակ էին մարդիկ մնացին, ովքեր ընդհանրապես չեն հասկանում հայրենիքի կարեւորությունը, արժեքը, անք չգիտեն ինքնասիրություն, արժանապատվություն, սրանք նորից մտնում են արժանապատվությունը անվտանգային համակարգի մաս է, ես ասեմ։ Երբ որ մարդը արժանապատվություն չի ունենում, նրան տրորում են։ Եթե ֆիզիկապես ուժեղ եղավ, բայց եղավ անբարոյական, ինքը մեկուսանում է, ինքը իրեն խոցում են, ինքը չի պատասխանում։ Իր ուժը չի կարողանում ցույց դնել, որտեղ ինքը բարոյապես խոցելի է։ Այս մեկը լավ հիշեք։ Բարոյականությունը անվտանգության անբաժանելի մաս է, մարդու համար էլ, պետության համար էլ։ Եթե դու անբարոյական պետություն ես, եթե դու ընկնես Նիկոլի խելքին ասես, ես օկուպանտ էի, Արցախը բանից Ադրբեջանից խլեցի, դու ոնց ասես, դու անշնորհ այլանդակ մարդ ես եւ աշխարհը քեզ չի օգնի դրա համար։ Պատժեք դրան։ Նիկոլը հենց դա է անում։ Դրան կդառնա։ Ուղղակի ուզեցի ասեմ, որ այսքան ասում ենք արժանապատվություն, այդ կարգի ասեք, այդ խաղաղությունը, որը ստորություն է, խաղաղություն չէ, կապիտուլյացիա է, ասենք, ավելի լավ է ես գիշեր ցերեկ պատերազմների մեջ քնեմ արտնանամ, քան թե ստորացված ապրեմ Ազերու լծի տակ։ Եվ սրանց քայլերը հերթական, երբ որ այսպես թուրքական ծրագրով, ռուս-թուրքական ծրագրով բերեցին, հասցրեցին այն կետին, որ արդեն Նիկոլը պետք է Էրդողանի գիրքը կրծքի տակ ժպիտը դեմքին լուսանկարվի, հենց այդ process-ը արեցին, ժողովուրդը առաջի, այսինքն ժողովուրդը չէ, այն տակի մնացած այն թերուս, այն անինքնասեր մասը, Նիկոլին աջակցողներին եմ ասում, էլի։ Նրանք սառը հնցող ստացան, ոնց կարելի է Էրդողանի նկարը, եւ մի պահ անցավ դա։ Լռեցին, քննադատությանը չհակադրվեցին անգամ։ Հիմա երկրորդ ցնցուղը, երբ որ ինքը 5-ը ընտրովի, էլի մարդիկ իրենց համաձայնվել են, որ գնան դառնան ոչնչություն, գնացին Բաքու, չէ՞, 5 հոգին, 1 կին եւ 4 տղամարդ։ Դարձան ռուս-թուրքական այդ խամաճիկության, այդ, չգիտեմ, ես այնց բառ չեմ կարող գտնել դրանց ասել, դրանք Նիկոլին մի քիչ են զիջում։ Ու դրանք իրենց պատասխանը, իրենց պատիժ կստանան։ Իրենց այդ անբարոյական արարքի համար։ Երկրորդ սառը ցնցուղը նա էր, որ մարդ ուղարկեցին Ալիևի մոտ, Ալիևի տեղ օգնականի մոտ, ու եկան այստեղ խոսեցին այնց բաներ, պաշտպանելով Ադրբեջանին, եւ ժողովրդի մոտ նոր ցնցում։ Անկամ այդ տհասը, այդ տգետը, այդ անզորը, անինքնասերը, որ մնացել է, այս պահին, եթե կա Նիկոլին աջակցող, ինքը ես դրանց նկատի ունեմ, անգամ դրանց վրա հերթական սառը ջուրը լսվեց։ Հասկանում եք, այսինքն չկա դիմադրություն Ադրբեջանին, սրանք եկան ասեցին, որովհետև նրանք շուտ չգիտեմ, իրանց համար ամեն ինչ վերջացած է, ուզում են եղբայրություն անեն, ուզում են, չգիտեմ, եսի մինչեր անեն։ Դե բայց տեսնում ենք Ալիևի կամ
60-ական այլ անձանց արտահայտությունները դեռ Արևմտյան Ադրբեջանը իրենց ծրագրի մեջ է, միջազգային հարթակներում այդ մասին խոսում են արդեն, այսինքն հիմք են դնում, էլի։ Այն Նիկոլը, որ 1000 տարվա քար էր ուզում դնել, իբր Ալիևի համար է դնում այդ քարը, չելած Ադրբեջանի համար է դնում։ Եվ ինքը այդ բանը, այդ թերուսը, այդ թերմացքը, որ չի հասկանում ինչից ինչ է առաջանում, լրեց գովաբանեցին այդ գործողությունը միայն այն մարդիկ, ովքեր փողով Նիկոլի համար ծառայություն են մատուցում, դրանք ոչ թե չեն հասկանում են, որ դավաճանում, բայց իրենց փողն է հետաքրքիր, հայրենիքը հետաքրքիր չէ, իրենք մասնագիտական դավաճաններ են, կամ կարելի ասել մասնագիտացած փչացածներ են, ոչ թե մտավոր անբարոյական են, այլ մտավոր կարողություններով իրենց անբարոյականության մղող փողի դիմաց արարածներ են։ Մի քանիսը արսենք արդարացրին, բա գնացին եկան վերեն, չասեմ դրանք Խուշուզյաններն են, չգիտեմ, տարբեր այդ նիկոլական այդ Վահագնի դստրիկ է, որդի է, եսի ինչ է, հասկանում եք, այն մարդիկ, ովքեր նպատակային հայ ժողովրդին մոլորության մեջ են դնում։ Դրանք շատ են, մի 30-40 հոգի են կարծեմ, հա, այն ստյոպիկ բաներ կան, ասես պուճուր-մուճուր կամ մերելա գերեզմանակարը, ինչ է, Շիրվանյանա, ասում ես, այդ կարգի մարդիկ ժողովրդի մեջ փորձեցին արդարացնել, բայց անտարբերության արժանացան։ Ասում եք, այդպես բան չկա, հա, ասենք լռում է արդեն, հասկանում եք, անգամ այդ տկարը լռում է, հասկանում է, էլի, որ մենք դարերով դաստիարակվել ենք, թուրքը ցեղասպան է, մեր թշնամին է, ու հանգարց չէ, էլի, ասենց լայն քայլերով դու մեզ տանում ես դեպի թուրքը։ Եվ գիտեք սա ինչի է նման, որ ասենք ինչ-որ մեկ ուզում է իր տղայի համար ինչ-որ մեկի աղջկան ուզի, էլի, ասենք գնում են խնամխոս, էլի, այսինքն բանակցությունների, այդ նշանի արարողություն չկա։ Գնում են այդ մարդկանց տուն, ասում են ձեր աղջկան եկել ենք, պայմանավորվենք, տվեք մեզ, մեր տղային, էլի, գանք նշան դնենք, բան, ու մերժվում են։ Այդ Էրդողանի բանը գիրքը, որ դրես կրծքի տակ նկարվեց, այդ խնամխոսի պես մի բան էր, որը ժողովուրդը մերժեց։ Ես անգամ իմ եթերների ընթացքում զգում եմ, որ Նիկոլականը սառել է, եւ որ ես այդ մասին խոսում էի, որ ինքը չէր կարողանում արդարացնել, այլ դեպքերում փորձում են, չես, ես մտնում են մեջ, եթերի տակ գրառումներ են անում, ուզում են արդար, լռել էին, մեռել էին, կարելի ասել, չէին կարողանում խոսել։ Պատկացեք, ոնց որ դու գնաս ինչ-որ մեկի տուն աղջիկ ուզելու, քեզ մերժեն, ասեն, եղբայր, քեզ աղջիկ չունենք տալու, էլի, մեր ընտանիքների միջև բարեկամություն չի կարող տեղի ունենալ, մերժում են քեզ։ Դուրս ես գալի, գնում ես երկու օր հետո զուռնա դհոլով, մերժված ես դու, բայց զուռնա դհոլով գնում ես այդ մարդկանց դուրը ծեծում ես, որ եկել եմ ձեր աղջկան տանեմ, բայց քեզ մերժել են։ Հասկանում եք, հիմի այս Նիկոլը այդ վիճակում հայտնվեց, այդ Էրդողանի գիրքը թևի տակ դրեց, մերժվեց, հիմի այդ 5 ղշին ուղարկեց Բաքու, ոնց որ ասենք արդեն զուռնա դհոլով, ասենք ուզենա գա ժողովրդի դուրն, ասի տեսեք, ես այս թուրքացման պրոցեսը տարել եմ, խաղաղ ամեն ինչ լավ է, մեզ էլ չեն մորթելու, ընդամենը օգտագործելու են մեզ։ Այդ էլ դե հմի, էս ենք կարում, էս ենք անում։ Ինքը այս անգամ էլ մերժվեց։ Դե բնական է զուռնա դհոլով էլ որ գնան այդ մարդկանց դուրը, էլի մերժելու են։ Դա ասեն, բա դու ինքնասիրություն չունես, մենք քեզ երկու օր առաջ ասենք, չէ, էլի։ Եվ հապկում իրենց այդ սևական ցուցադրական նիստին չմասնակցելը, բայց համաձայնություն տալը, սրանք սարսափելի խոճապի մեջ են, չգիտեն, էլ ոնց ժողովրդին խափեն, որ իրենք արևմտամետ են, բայց չեն էլ կարող այնտեղ ամբողջությամբ անտեսել։ Ասում է, չենք մասնակցել, մեկն ասում է, դե հապկից դուրս ենք արդեն, մեկն ասում է, չէ, դուրս չենք, ինչ որոշել եք, հավանություն ենք տալի, հասկանում եք, արդեն այն բանի մեջ են ընկել, տարտարուսի մեջ են ընկել, ու եթե իրենց տեր Պուտինն էլ, որի վերջը արդեն նշմարվում է, երևում է էլի արդեն, իրենք արդեն հասկանում են, որ փասափուսերը հավաքելու ժամանակն է, ուղղակի երբ որ այդ ամեն ինչ տեղի ունենա Հայաստանում պետք է իսկապես ձևավորվի այնպիսի իշխանություն, որ այդ
աշխարհքաղաքական արտաքին ազդեցությունները դրական մենք օգտագործենք, եթե Նիկոլը մնաց չի օգտագործելու, իօգուտ Ալիևի զիջելու է, իօգուտ Թուրքիայի զիջելու է, եթե ինքը մնաց։ Ինչպես Արցախն է զիջում, ինչպես Միջանցք է ուզում զիջել, ինչպես բոլոր հեսա Տիգրանաշերն է ուզում զիջի, չգիտեմ անկլավ է ուզում զիջի, էներգետիկ անվտանգություն է ուզում զիջի, չէ, ասենք նավթ, գազ, բան, Ադրբեջանից բերի, Ռուսաստանից չբերի, Պարսկաստանից չէ, մենակ Ադրբեջանից որ կախվածություն լինի, ճանապարհները Ադրբեջանում լինեն, թազա լարս է ձեր սարքում էլի, որ ռուսները լարսով մեզ խեղդում, եմի պետք է Բաքուն խեղդի, հասկանում եք, բայց մերժվում է, ելի եմ ասում, այն ուղղակի մսեգունդը, որ ընդամենը ինքը գոյացություն է, Նիկոլի աջակիցը, եթե այսօր կա, որ ինքը չկա, էլի հերոյ է ամեն ինչից, անգամ նա է սառել այս գործողություններից։ Կամ ցուցաբերեք, ելի եմ ասում, բարոյականությունը դա անվտանգության անբաժանելի մաս է։ Բարոյականություն չկորցնեք ձեր, որ հարկ եղած դեպքում մենք կարողանանք ճիշտ օգտվել աշխարհի մեզ ուղարկած դրական մեսիջներից։ Մնաք խաղաղությամբ եւ ազատություն Սասնա ծռերին։